Սեպտեմբերից սկսած ոչխարի մսի գինը 1500 դրամից աճել է հասնելով 3000-ի։ Մսավաճառներն ու ոչխարաբույծները համոզված են, որ խնդիրը ուղղակիորեն կապված է հանրապետությունում ոչխարի գլխաքանակի կրճատման հետ։ Գումարը եթե անգամ բավականացնի, քաղաքացիները ոչ բոլոր վաճառակետերում կարող են ոչխարի միս գտնել։ Մսավաճառներին արդեն ձեռնտու չէ թանկ գնով միսը գնել ու վաճառել։ Ոչխարաբույծները շտապում են տեղեկացնել, որ քաղաքացիները հաջորդ տարի շուկայում ոչխարի միս անգամ 4000 դրամով չեն գտնի։ Մինչև գնաճը Հայաստանում կար մոտ 2 միլիոն գլուխ ոչխար, այս տարի գլխաքանակը 2 անգամ կրճատվել է, հասնելով 560,000-ի։ Ահնիձոր, Լորուտ, Շամուտ, Աթան գյուղերում ամենասպասվածը ճանապարհաշինարարն է։ Ճանապարհի խնդիրն այստեղ իր արդիականությունը երբեք չի կորցնում։ Այս գյուղեր բերող հողային ճանապարհի վրա պարբերաբար ինչ-որ աշխատանքներ կատարվում են, սակայն դսեղ մարզ ասֆալտապատ հատվածի քայքայվածությունը հատկապես ձմռան ամիսներին վտանգավոր է դարձնում երթևեկությունը։ Մարզի ամենավատ համայնքային ճանապարհը 7 գյուղ է կապում արտաքին աշխարհի հետ։ Լոռու մարզպետարանը ճանապարհի նորոգումն ընդգրկել էր 1000-ամյակի մարտահրավերներ ծրագրի մեջ, սակայն ծրագիրը սառեցվել է։ Մարզպետարանում հակված են դսեղ ուղղության փոխարեն նորոգել Թումանյան մարզ ճանապարհը, որով կլուծվի մարզ ու Քարինջ գյուղերը արտաքին աշխարհի հետ կապելու խնդիրը։ Այս ճանապարհը մինչև վերջերս անցանելի էր, սակայն փոքր հեյքի շինարարության ժամանակ ջրատար խողովակներն անցկացրին ճանապարհի եզրով, խոստանալով նորոգել այն։ Հեյքը մնաց անավարտ, ճանապարհն ավերված։ Նախնական հաշվարկներով այս ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի ավելի քան 1 միլիարդ դրամ։ Ծնունդը չենք կարողանում 40-50 կիլոմետր պետք է գիրովական լավերդե հասնենք կամ լավագույն դեպքում դասեղ 20 կիլոմետր այս ճանապարհներով բազմից ստեղծանուններ եղել որ ռիսկ չեն արել տանեն կամ էլ տարել են ճամփին ազատվել այսի մինչ հրաշքով փրկվել են։ Կապանի մի քանի շենքերի առաջին հարկում տեղադրված էլեկտրական ենթակայանների աղմուկը բնակիչներին տարիների վերհանգիստ չի տալիս։ Աղմուկը ահագնանում է հատկապես գիշերվա լռության մեջ։ Բնակիչների տպավորությամբ աղմուկը իրենց մշտապես ուղեկցում է։ Դիմել են քաղաքապետարան եւ հայել ցանցերի Տաթև մասնաճյուղ։ Ենթակայանը մեկ այլ վայր տեղափոխելը հեշտ գործ չէ, աշխատանքներ իրականացնելու համար 4 ենթակայանների տարածքի բնակիչներն ու դրանցից սնվող ձեռնարկությունները 20 օր կմնան առանց հոսանքի։ Բնակիչներն էլ իրենց հերթին խնդիրներ են ստեղծում Տաթև մասնաճյուղի աշխատակիցների համար։ Առանց մասնաճյուղի թույլտվության ավտոտնակներ կամ խանութ են կառուցում, վնասելով գետնի տակով անցնող մալուխները, ինչի հետևանքով հաճախ են հոսանքազրկվում բնակարաններ ու ձեռնարկություններ։ Պատահական, ասում եմ, բախտի կմաճուկով այդ կաբելները վնասելուց մարդուն վնաս չի եկել, որը 6000-10000 վոլտ լարման մալուխներ են, որը կարող է քանդելու պահին տրակտորիստին կամ մեխանիզատորին հասնի վնաս։ Գյումրու համար դեռ առաջնային խնդիր է համարվում անօթևանությունը։ 88-ի աղետից հետո ընդամենը 2 տարվա համար նախատեսված տնակները 21 տարի անց արդեն շարքից դուրս են եկել եւ շատերը բնակության համար դարձել ոչ պիտանի։ Այժմ Գյումրիում դեռ 4000 անօթևան ընտանիք կա։ Լինսի հիմնադրամի միջոցներով իրականացված լայնածավալ շինարարությունը աղետի գոտում անօթևանության խնդիրը մեղմեց։ Այժմ Գյումրիում Glendale Hills կազմակերպությունը 1320 բնակարան է կառուցում Գյումրու ուշ թաղամասում։ Ծրագիրն ավարտվում է մինչև տարեվերջ։ Հաջորդ տարի եւս ընկերությունը բնակարանաշինական ծրագիրը շարունակելու է Անի թաղամասում։ Անօթևան ընտանիքների խնդրի լուծման համար իրականացվելու է նաեւ վարկային ծրագիր։ Նախատեսված է կառուցել 2000 բնակարան։ Փոխհատկացումն արդեն իրականացվել է եւ ծրագիրը 2010 թվականին կհաստատվի։ 2000 բնակարան է կառուցվելու, ովքեր որ կցանկանան թեկուզ բնակարան ստացողներից սկսած կարող են այդ ծրագրի մեջ ընդգրկվել։ Մոտ 14 հեկտար արդեն տարածք վաճառվել է, նախագծերը վերջնական փուլում են։ Ես հույսով եմ, որ 2010-ին այդ ծրագիրը եւս կյանքի կկոչվի։ Արդեն մի քանի տարի է Վանաձորի աղյուսագործների փողոցի բնակիչների համար անհասանելի են դարձել շտապօգնությունն ու հրշեջ ծառայությունը։ Անբարեկարգ փողոցով մեքենաները իզորու չեն բարձրանալ։ Աղյուսագործների փողոցով անցնելու համար ալպինիստի հմտությունների է պետք տիրապետել, լինել չափազանց ուշադիր, որպեսզի չհայտնվես փոսում։ Բացառված չեն նաև կոտրվածքները։ Բնակիչները մի քանի անգամ դիմել են քաղաքապետարանի կոմունալ բաժին, մնացել անարձագանք։ Ստիպված սեփական ուժերով փորձել են ժամանակավոր լուծումներ գտնել։ Դպրոցականները ամառային եւ ձմեռային արձակուրդներից բացի դպրոց չեն կարողանում հաճախել նաև անձրևային եղանակներին։ Սա բնակիչներին անհանգստացնող միակ խնդիրը չէ։ Կոյուղագծի վթարից Գարշահոտը փոքրի շատ է վերացնելու համար խողովակը բնակիչները ծածկել են խճաքարերով։ Օրեր շարունակ նրանց չի հաջողվում կապ հաստատել թաղապետի հետ։ Իմ ամուսինս ինձ ճիշտ հենց շտաբօգնության համար մահացավ։
Մինչև շտաբ օգնություն եկամ, իմ ամուսինս գնաց։ Կանթեղ գուսանական մանկական երգչախումբը 1 տարեկան է, այն համարում են Տարոնի հոգեզավակը, որը ծնունդ առավ Էջմիածնի Աբովյանի անունը կրող դպրոցի եւ գուսանական երգչախմբի ղեկավարների համատեղ ուժերով։ Հայաստանում գուսանական առաջին մանկական երգչախումբը Տարոնը ստեղծվել է 12 տարի առաջ Էջմիածնում մշակույթի վաստակավոր գործիչ Գևորգ Չաքմանյանի եւ Վահրամ Քոչարյանի ջանքերով։ Երգչախմբի փոքրիկները հայ երգը ներկայացրել են աշխարհի տարբեր անկյուններում, իսկ փառատոներից վերադարձել հաղթանակներով։ Դպրոցի սաներից ծնունդ առած Կանթեղը 1 տարի անց արդեն ունի 40-ից ավելի երգիչ եւ հարուստ կենսագրություն։ Երգչախումբը հասցրել է համերգներով շրջագայել Հայաստանի ողջ տարածքում։ Երգացանկն էլ հեշտերից չէ՝ Սայաթ Նովա, Գուսան Շերամ, Հավասի, Ջիվանի, Աշոտ։ Խմբի տարեդարձը ինչ որ իմաստով նաեւ հաշվետու համերգ էր։ Երգիչները հանդիսատեսին ապացուցեցին, որ մատաղ սերունդը ոչ միայն լսում, այլ նաեւ սովորում ու կատարում է հայ գուսանների ստեղծագործությունները։ Ես հպարտանում եմ հիմա, որ երբեք այսքան չեմ հպարտացել, որտեղ տարիներ շարունակ երգելով, ես ինքս եմ այսպես սովորել, լսելով իմ գոլեգաներին։ Հպարտանում եմ նրա համար, որ երբ սերնդափոխության ժամանակաշրջանում սա պիտի գնա, հարատևի երկար, սա մեծ աշխատանք է եղել։ Պատկերացրեք չիմանալով երգել ենք, բայց այսօր իմանալով տեսնում ենք եւ արդյունքը վայելում։